կուսակցության կողմնակիցներից չեն, բայց քանի որ մեր շուկայական տնտեսությունն ինչ որ Հայաստանում դասական շուկայական տնտեսություն չի, շուկայական տնտեսությունն նա է, երբ որ շուկայական օրինաչափությունները գործում են, բայց քանի որ դուք գիտեք, որ մեր մենաշնորհները, մեր օլիգոպոլիաները կարգավորում նաև ոչ շուկայական գործիքներով, մեր ասած ձեզ հայտնի մեզ եւ ձեզ հայտնի քաղաքական որոշումներով նայեն, այն հարցը չլսեցիք։ Ես կենտրոնական բանկի նախագահին ասեմ, դուք կաշխատված եք քաղաքական այլ ինստիտուտների ազդեցությամբ, որ ձեզ թույլ տան դուք որոշում ընդունեք, թե չընդունեք։ Մարդ ասես չէ։ Այսինքն ինքը կարող է որոշում ընդունել, բայց ինքը ուշացավ, եթե ասենք 1 օր առաջ լիներ այդ որոշումը, ինչ կլներ, չէ, լավ կլներ, չէ, ավելի։ Եթե իսկապես է։ Բայց ուրիշ սցենարել կա։ Այսպես կոչված հիմա մասնագիտական բաներ շատ կան ստրես տեստեր, այսինքն դա չի փոխվում, որ միջազգային փորձագետների հետ մենք լուրջ խորհրդակցությունների մեջ եք այդ ընթացքում, դուք մարդու բանը ոնց է, տաքությունը թողում ես գալի բարձրանում միջև վերև, այսինքն շոկը ապրում ես, հետո շոկի այդ ամենավերջի կետը տեսնում ես որտեղ է, հետո ինքը պետք է իջնի։ Ուր կիջնի կկանգնի, ճիշտ եք ասում, շուկան պիտի կարգավորի։ Մեր ինտերվենցիաները ձեր ասած 4 միլիոն, 6 միլիոն, դրանք գիտեք ինչ, դրանք համարը ձևական բնույթ են եկել։ Դա շատ քիչ է։ Մեր խնդիրը այն է, որպեսզի այդ դոլարով լեցում մեր բանկերին եւ մեր արտահանողներին, որոնց հաշվին դոլարներ կա եւ բանկերի։ Պայման ստեղծենք, որ ինքը, որտեղ բանկը մասնավոր մարդու բանկ է, նա ասում է, այս դոլարը սկսեմ շուկա դրամ ստանա, կարող է մնամ դրամով ես, ինչ անեմ հետո, ինքն էլ հավատացած չի։ Դրա համար պետք է վստահության միջանցք ստեղծես, որ խնդիր չկա, դու թող ինքը բան դոլարը վաճառվի։ Այսինքն ես համաձայն եմ, թողենք, այդ պիկը մենք եկանք ունեցանք, պիկը կարող է շատ ավելի բարձր լինել, բայց պիկի հաղթահարման օրը ոնց է, որ համընկավ ասուլիսի եւ արտահերթի հետ։ Այսինքն ազգային ժողովի արտահերթ նիստը Կենտրոնական բանկի ասուլիսը եւ հետո միջոցառում նաեւ քաղաքական ամենաբարձր մակարդակով թույլ տվեց արագ կարգավորել։ Այսինքն կարելի է դա մի օր առաջ անել։ Կարելի է եւ երկրորդ պահը ես սրա մասին չասեցի, էլի ուզում եմ ասել։ Բայց հասցնենք որտեղ ազգային ժողովը ապացուցեց, ի պատիվ ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, որ ազգային ժողովի դերակատարությունը իսկապես ուրեմն անփոխարինելի է, որովհետև ազգային ժողովում քաղաքական ուժերն են, որոնց հետևից իրենց ընտրողներն են։ Մենք ապացուցեցինք, որ ազգային ժողովի հարթակը այնպիսի հարթակ է, որը կարող է լիցքաթափելու եւ պահանջ ներկայացնելու կտրուկ ուրեմն հարթակ լինել, եւ երկրորդը կապված